Այսօր մեր դասը հետաքրքիր մեթոդով են սկսելու, դասը հավներ սովորողները մեթոդը, որովհետև իրենք հանդես պիտի գան և որպես սովորող և որպես ուսուցիչ։ Սովորող պիտի պատմեն օրվա դասը և որպես ուսուցիչ պիտի ներկայացնեն նոր դասը։ Մինչ սկսելը մենք փոքրիկ անդրադարձանք նախորդ դասին, տեսնենք ինչ կապում էին մեր հեղինակներն իրար հետ և կապում էին արդյոք թե ոչ։ Մեր նախորդ հեղինակը ով էր, Իսահակ Մեսավիսը, կային ընդհանրություններ Հայձարեցի և Վահան և եթե ստեղծագործություններին ծանոթ եք, այդ ընդհանրությունները որոնք էին և տարբերությունները որոնք էին, լավ առաջին դու ես նստած Մարիի քեզնից սկսենք։ Դրանց երկուսի բանաստեղծությունների մեջ էլ հիմնականում դիտում են տխրությունը թախիծը մելամատոտ տողներ կան նրանց բանաստեղծությունների մեջ և երկուսն էլ վաղամերիկ էին, հիշատակվում են հենց այդպես հայ գրականության մեջ ու երկուսի մահվան պատճառն էլ թոքախտներ ու նրանք գիտակցում էին, որ հենց դա է գնել նրանց մահվան պատճառը և նրանց կյանքը շատ կարճ է։ Սկսենք դասը Վահան Տերյանի կենսագրությամբ, հետո տեսնենք ձեր ընկերները ինչ են պատրաստել այսօրվա դասի համար, որովհետև արհեստական բանականությանն են դիմել և մինչ դասի սկսելը մի հարց էլ տամ, ես հանձնարարել էի Տերյանի պոեզիան նկարել, ով կկարողանա նկարի ձևով ներկայացնել և ով է ներկայացնում, տեսնեմ Միլենա ինչ ես գրել։ Տերյանի պոեզիան, կանգնի բարձրացրու, որ տեսնենք, Տերյանի պոեզիան, ըստ Միլենայի ուներ հիմնականում դեղին, աշնանտույներն են Նարդիոգույն, կարմիր, նաև կար շագանակագույն, որը հենց արտացոլում էր աշնան այդ թախիծը և նաև հետևի ֆոնում կար վարդագույնի, դեղինի և մանուշակագույնի երանգներ, որը արտացոլում էր տվյալ եղանակի տրամադրությունը։ Լավ, տրամադրություն արտահայտող նկարեր աշխատել է Միլենան, ապրես շատ, հետաքրքիր գունային, այսպես ներդաշնակ բան ես բերել մեզ համար։ Հիմա տեսնենք երաժշտությամբ ինչպես կառանձնանա Տերյանի պոեզիան։ Լսենք հետո քիչ-քիչ մենք էլ ավելացումներ կանենք։ Դասի թեման Վահան Տերյանը։ Վահան Տերյանը հայ պոեզիայում առանձնանում է իր լեզվով, լեզվաբանական ոճով, դրա մասին շատերն են խոսել, ահա թե ինչպես պետք է Եղիշե Չարենցը խոսեր ապագա գրող Վահան Տերյանի մասին։ Եվ նորից կզգանք, որ մեր սրտին դու մոտ ես, մորմոքոխլի պես մեր հիվանդարյան, որ լուսե երգին քո մեր հոգին կարոտ է, օ հեռու ընկեր, օ Վահան Տերյան։ Բացնել Տերյանի կյանքի արահետերով, Վահան Տերյանը Տեր-Գրիգորյանը ծնվել է 1855 թվականի փետրվարի 9-ին Նախիդ քաղաքի Գանձագյուղում, որը գտնվում է Քարվանանեջի հարավային ափին։ Բանաստեղծի բնակավայրը առաջին հայացքից թվում է անհրապույր, քանի որ այնտեղ չկան ոչ պտղաբեր, ոչ բաղիծառեր, անգամ նույնիսկ թփեր, բայց եւ այնպես այդ բնակավայրը շատ գրավել է նույնիսկ Նորոջ Շիկնամբի աշխարհի զավակ Հովհաննես Թումանյանին, նա Տերյանի ավագ եղբորը ասել է, երբ քրուկալվել է նրանցում եւ գրել է Քարվանաբանակը, ասել է, որ հազարս ես կարծում եմ, թե մեր Նորոջ անգամ գեղեցիկ բնաշխարհ չկա, բայց ձեր ջավախը ոչինչով պակաս չէ մեր Նորոջ իր յուրահատուկ գեղեցկությամբ, առանց անտառ, առանց ծառ, առանց փոք, այսքան գեղեցիկ եւ Տերյանի ծննդավայրը վերացել նույնպես Ավետիք Իսահակյանը։ Սարդնել է հոգիս նոր կյանքի համար, նա ինձ ժպտում է քարացած իմ դեմ, թևերն է հոգիս պարսում տիրավար, ու զվարճ ճչում ես քեզ կհաղթեմ, սիրտս Վահան Տերյանը գրել սկսել է դեռևս վաղ հասակում, երբ որ դեռ դեմարանական ուսում էր ստանում և 6-րդ դասարանում էր գտնվում։ Վահան Տերյանի հենց այդ առաջին քերթվածքների մասին ասել են շատերը, ինչպես Թումանյանն և հենց Իսահակյանը, և մեր 2 տարվա ընթացքում նա մեծ հայտնիություն ու նշանակություն ունեցավ հայ հասարակության մեջ։ Դրանից մեզ են հասել բազմաթիվ քերթվածքներ, դրանց քանակը եղել են մոտավոր 400 ու ավել, որոնք հետագա տարիներին խմբագրել ամբողջացել է մի քանի ժողովածուների մեջ, որոնցից են հենց Մթշաղի անուշներն ու երկիրների ժողովածուները, որոնց մասին այսօր հենց խոսել ենք։ Տերյանի Մթշաղի անուշները ժողովածուից խոսենք, դա հենց նրա առաջին ժողովածուն է, որը հրատարակվել տպագրվել է 1900 թվականին։ Դրա մասին շատերն են խոսել, հենց Ստեփան Զորյանը ասել է, որ այդպիսի լավ կերպով ոչ մի նոր գրողի չէին ընդունել հայ պոեզիայում, ինչպես Վահան Տերյանին, իսկ մյուս գրողներից մեկը ասել էր, որ նրա ոճը այնքան ուրույն էր ու այնպես էր առանձնանում մյուսների ոճի մեջ, որ ավագ գրողները, այսինքն նրանք, ովքեր նրանից առաջին սկսեցին ստեղծագործել, սկսեցին հետևել հենց Վահան Տերյանի ստեղծագործության
ստեղծագործական ոճի։ Շարքի վերնագիրը մթնշաղի անուններ արդեն նշում է, որ ինչ-որ երասկո տրամադրություններ կա մեջը, կան խոհեր, իշխող խոհեր, հիմնականում տխրությունն է տիրում, մթնշաղը իրիկուններ, այստեղ մենք առանձնացրել ենք մի քանի ձեռագրեր, հենց Վահան Տերյանի ձեռագրերն են սրա, եւ տխրությունը, որի մասին խոսում ենք, հենց այս պատկերում է առանձնացված։ Իրիկնային մթնշաղը, աշնանմեղեդին, այդ միապաղողությունը, ցուրտը նկարագրված է իր բոլոր հիմնական բարեսրտություններում, դրանցից մեկը առանձնացողը հենց աշնանմեղեդին է, որը մի փոքր առաջ հենց ունկնդրեցինք։ Աշնանմեղեդին հիմնականում մեջ նկարագրում է այդ ամուրական հանգստությունը, որը գրողն է նկարագրել։ Հիմա դիտենք ամենին մորանա ու հերանա այս տանջող, այս ճնշող ցավի մեջ գիշերում այս աշխող կա արդյոք իրիկվա մոռացման ոսկեշող Մենք էլի բանաստեղծություններն ենք, որոնց անդրադարձել ենք ու դրանք նույնպես պատկերել ենք արհեստական բանականությունից օգտվելով, նրանք կներկայացնի։ Հիմա անդրադառնալով երեք բանաստեղծություն ներկայացնեմ, այս շարքում մեզ տեղում են սիրո թեման, որը առհասարակ տեգենական այդ պոեզիայի կարևորագույն եւ անհաջողելի ոճից է համարվում։ Այս նկարը, ինչպես Վիոլան ասեց, ստացել ենք արհեստական բանականության շնորհիվ, գտնենք այս բանաստեղծությունը եւ խնդրել ենք, որպեսզի պատկերի Վահան Տերյանի, թե ինչպիսի միջավայրում է նա գրել այս բանաստեղծությունների զգացմունքները արտահայտել։ Եվ այստեղ նույնպես տրված է Ֆաթում բանաստեղծությունից մի փոքրիկ հատված։ Այս նկարը նույնպես ստացել ենք արհեստական բանականության շնորհիվ, նորից տվել ենք այս բանաստեղծությունը եւ նա պատկերել է, թե ինչպես է հասկացել այս բանաստեղծությունը, պատկերել է այս նկարը։ Իսկ հիմա կոմիքսներին անդրադառնանք, կոմիքսները, ինչպես արդեն գիտենք, դրանք ամերիկյան ու ճապոնական ոճի հատուկ ոճի պատկերներ են, որոնցով հիմնականում գրքեր են կազմվում, ու բոլորից շատ հայտնի ֆիլմեր, որոնք նկարահանվել են, սկզբում եղել են կոմիքսներ, դրանցից են հենց Սարմարթը կամ Սուպերմենը։ Մենք փորձել ենք հայկական տարբերակը ստանալ, Տերյանի անծանոթ աղջկան բանաստեղծությանը վերակենդանացում տալով, պատկերել ենք կոմիքսներով, այստեղ Վահան Տերյանն եւ այն անծանոթ աղջիկը, որին հանդիպում է, հիմնականում պահպանել ենք ընդհանուր ձևը ճապոնական ամերիկյանի ու կարներ Վահան Տերյանի հայկականը։ Այստեղ առաջին հատվածում ցույց ենք տալիս, որ լույսն է բերվում ու օրհնում, թե ինչպես է փողոցում քայլում, ապա ինչպես է աչքը դիտում նրա աչքին ու հանդիպում ճանապարհին, ինչպես է աղջիկը հանդիպել մոտենում, ինչպես բանաստեղծության մեջ է նշվում եւ այն տեսարանը, ինչպես է նրանք իրարից հանդիպել ու Ստեղծել եք խաղաճղարի տեսքով, բաղկացել եք 3 հարցից եւ ստեղծել եք խաղաքարտեր։ Ուշադրի, որ բոլորը պիտի մասնակցեք խմբային աշխատանքին, նախապես որի թվականշտը ու նշանակությունը։ Հիմա կբացատրենք եւ սկսենք խաղը խաղալ։ Եթե խումբը վերցնի այս խաղաքարտը, ապա նրան հնարավորություն կտրվի խաչվառով բացվի 1 բառ, 1 ամբողջական բառ իրենց ընտրությամբ։ Եթե վերցնի այս խաղաքարտը, ապա 1 հուշով տառ կբացվի խաչվառում։ Իսկ եթե այս խաղաքարտը վերցնենք, ապա եթե հաջորդականությունը սկսվում էր առաջին, երկրորդ, երրորդ, ապա այդ դեպքում կխաղում է շրջապտույտը ու սկսի հակառակ ձևով, այսինքն երրորդ, երկրորդ, առաջին, եւ եթե այս խաղաքարտը վերցնեն, ապա այդ դեպքում տվյալ շրջապտույտին չի մասնակցի։ քաշում եք, տեսնում ինչ է։ Քանի որ այս խաղաքարտն են քաշել, նրանք չեն մասնակցում։ Այստեղ մեկ հուշում տան կարող է բացել էկրանին։ Բարի հուշում։ Առաջին բացում ուղղակի կա։ Կատար է։ Բացում նորմալականները։ Այստեղ նրանք կարող են ասել, թե որ բառն ուզում ամբողջությամբ բացվի, քանի որ այս խաղաքարտն են քաշել։ Քանի որ արդեն մեկ բառ ունեցել, արդեն խաղաքարտերով չեն կասում, նրանք տառեր են հուշակում, եթե համենքի բառը կբացվի։ Ահա։ Ուրեմն երրորդ որ հարցն է մնացել, երրորդը որ տրամադրությունն է գերիշխում Տերյանի քերծվածքներում, Մելամաղձո տրամադրությունը։ Մելամաղձով տրամադրությունը, տեսնենք ճիշտ է։ Եվ հուշակեցին, ահա, ճիշտ պատասխանը ամբողջական բառով հուշակեց երկրորդ խումբը,